ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չի կիսում հնչող կարծիքները, թե Արա Աբրահամյանի ապագա կուսակցությունը իշխանության պրոյեկտն է։ Դա վիրավորական է նաև կուսակցություն բազող անձնավորության հետ կապված, որովհետև ստվեր ենք գցում այդ մարդկանց վրա պարզապես, որ նրանք ինքնուրույն չեն, այլ ինչ-որ պրոյեկտներ են։ Երեք հրավիրած ասուլիսում Աբրահամյանն ինքն էր ասում. կուսակցություն ստեղծելու դեպքում մյուս ուժերին չի քննադատելու, իշխանափոխություն չի ուզում, իր ծրագրերն էլ հասցրել է քննարկել նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ստացել նրա հավանությունը։ Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը կարծում է, իշխանության համաձայնությունը չլիներ, Արա Աբրահամյանի քաղաքական հավակնությունների մասին չէինք լսի։ Հնարավոր է, որ օգտագործվի որպես կեղծ ընդդիմադիր ինչ-որ մի բուֆեր իշխանության եւ հասարակության միջեւ։ Ժառանգության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն արդեն կանխատեսում է. Արա Աբրահամյանի կուսակցությունը թերևս զբաղեցնի Գագիկ Ծառուկյանի ղեկավարած Բարգավաճ Հայաստանի տեղը։ Էլեկտորատը, որը որոշակիորեն ռուսամետ է, ուժեղ, ֆինանսապես հզոր կառույցի կարիքն են զգում, այդ դաշտը կարծում եմ որոշակի վերահսկողություն մեջ պահելու համար իշխանություններին նմանատիպ քաղաքական ուժ անհրաժեշտ կլինի։ Հանրապետական Վահրամ Բաղդասարյանի կարծիքով Արա Աբրահամյանի համար աշխատանքի պարարտ հող կա։ Կան կուսակցություններ ասած, որոնք ցանկանում են հանդես գալ կառուցողական դաշտում, ոչ իշխանություն, ոչ ընդդիմություն լինել։ Ողջունում եմ բոլոր այն մարդկանց, որոնք ցանկանում են մեր քաղաքական դաշտը հարստացնել։ Արա Աբրահամյանը երեք խուսափեց բացահայտել ապագա կուսակցության գաղափարախոսությունն ու արտաքին կողմնորոշումը, հայտարարելով, թե բոլորի հետ են աշխատելու։ Վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանն այնուհանդերձ կարծիք հայտնեց. այն հայկական փաթեթավորմամբ բացահայտ ռուսական ուժ է լինելու։ Այս ուժը հավակնում է դառնալ ուղղակի քաղաքական դաշտի սպառնալիքներից մեկը։ Ռուսական ազդեցությունն ուժեղացնելու նախ եւ առաջ, բայց նաեւ ուղղակի դեգրադացնելու ընդհանրապես հայաստանյան քաղաքականությունը որպես այդպես։ Այսինքն քաղաքական միտքը վերափոխել դրամի մի պարկով։ Երեկվա ասուլիսում Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ընդգծված պատկառանքով արտահայտվեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին։ Միշտ Պուտինը իհարկե ճիշտ է։ Նաև չհրաժարվեց նախկինում արած հայտարարությունից, թե ինքը ռուս է։ Հայազգի գործարարն անգամ բացատրեց, ինչ է նկատի ունեցել։ Այո, իհարկե ես ռուս եմ, բայց եթե Ռուսաստանում ապրում, գիտեք ինչ անշկում ռուս եմ։ Ռուս արդեն դա չի նշանակում, ասեք ազգություն։ Ռուսը դա մինթամություն ամերիկացի։ Ես դեմ եմ այդ բոստանային քաղաքականությունը, որը սկսում ենք ազգը պառակտել ռուսական, պրեվարեմության եւ այլն։ Դե քաղաքական ուժը մտավ քաղաքական դաշտ եւ պրո բառը արդեն նա ունեցավ, այդտեղ իսկ արդեն թերություն կա։ Ինձ թվում է, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է գործի պայքարի հարույր երկրի զարգացման։ Հայաստանի ինքնիշխանության կողմնակից ընդդիմադիրներին ոչ օգնելու, ոչ էլ Մարտիրոսյանի կարծիքով խանգարելու է Արա Աբրահամյանի մուտքը։ Խանգարել չի կարող մի պարզ հանգամանքով, որ նշեցի, ընդդիմություն չի լինելու, իսկ ռուսական դաշտին առավել մեծ նպաստում չի կարող ունենալ, որտեղ իշխանությունները ամբողջովին ռուսական ազդեցության տակ են եւ նույնիսկ մահաճուկները ռուսական դաշտի, Ռուսաստանի իշխանությունները իրենք ամբողջովին կատարում են։